Այսօր հոկտեմբերի 31-ն է, օրը ուրբաթ, Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում, Ռի-Նյուզ լրատվականը տաղավարում աշխատում է Լուսինե Ղարսայանը, բարի լույս։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում խաղաղության համաժողովին խոսել է եկող խորհրդարանական ընտրությունների մասին ու ասել, որ այն կարևոր է խաղաղության գործընթացի համար։ Նա հանդիպել է Մակրոնի Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ, որն ի դեպ Փաշինյանին ասել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կառավարության ջանքերը մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բարեփոխումների ուղղությամբ։ 2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության համար։ Փաշինյանն է ասել Ֆրանսիայում նորից առաջ տանելով իր թեզը, թե եկող տարի Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են խաղաղության ու պատերազմի միջև։ Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին է վարչապետը խոսել հայ-ադրբեջանական իր բառերով ձևավորված խաղաղությունից ու այն անվանել պատմական փոփոխություն։ Ունենք խաղաղություն եւ դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում, այլ նաեւ մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Հակառակ հաճախ հնչող քննադատություններին, թե Թրամփի ճանապարհը միայն Ադրբեջանին է ձեռնտու, Փաշինյանը կարծում է, թրիփը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար է կարևոր։ Նաեւ հույս ունի Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում դրական զարգացումներ կլինեն։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական եւ քաղաքական համագործակցություն։ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին էլ է անդրադարձել Փաշինյանը։ Ըստ նրա 2024-ին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշեց, որ որևէ տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ հարևանի նկատմամբ։ Ավելին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում բազմաթիվ դրույթներ կան այն մասին, որ կողմերը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Բոլոր այդ թեմաները փակելու եւ լուծելու համար ընդհանրապես անհրաժեշտ է ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը եւ դրանից հետո այն ձեռք կբերի բարձրագույն իրավաբանական ուժ եւ այլ մեկնաբանությունների առիթ չի լինի։ Տարածաշրջանային նշանակության հարցեր է քննարկել Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ։ Ըստ կառավարության հաղորդագրության Մակրոնը եւս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը։ Ֆորումի ընթացքում Փաշինյանը հանդիպել է նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եւ Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատի նախագահի հետ, ապա Ելիսեյան պալատում մասնակցել պաշտոնական ընթրիքի։ Այս տարի Փարիզի խաղաղության ֆորումը համախմբել է մոտ 30 երկրի ղեկավարի։ Հիմնական քննարկման թեման գլոբալ խաղաղությունն է ու համագործակցությունը։ Իսկ գործնականում ինչ են տալիս նմանատիպ ֆորումները։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով դրանք ավելի շատ խորհրդանշական միջոցառումներ են եւ մեծ հաշվով ոչ մի հարց չեն լուծում։ Ավելին, երբեմն դրանց անմիջապես հաջորդում են ռազմական գործողություններ։ Ամենաթարմ օրինակը 2 շաբաթ առաջ կայացած Շարմ էլ-Շեյխի խաղաղության համաժողովն էր։ Գազայում այդպես եղավ, բնականաբար մյուս կոնֆերանսների ժամանակ էլ է նույն բանը լինում։ Այսինքն այդտեղ ուղղակի ընդունված ձևն է այդպես, որ բոլորը բարի դեմքով պիտի խոսեն խաղաղության կարևորության մասին, որ մարդիկ այլևս չզոհվեն, բայց իրական կյանքում նրանց գարած քաղաքականությունը ամեն օր նոր ավելի շատ զոհերի է հանգեցնում ողջ աշխարհում։ Իսկ ինչու են հատկապես վերջին շրջանում շատ խոսում խաղաղության մասին։ Բալասանյանը կարծում է այդ անվան տակ փորձ է արվում առաջ տանել այն մեգանախագծերը, որոնք հնարավոր չէին իրականացնել վերջին 100-ամյակներին։ Խոսքը եւ մեր տարածաշրջանում, այսպես ասած, Տրամփի մայրուղու մասին է եւ այլ տարածաշրջաններում եւս։ Հիմա սա ներկայացում է իբրև քայլ, որ կբերի խաղաղություն տարածաշրջանի։ Այս հայտարարությունները եւ այդ խաղաղություն բառը ըստ էության ընկալելի են տեղի ժողովուրդների համար եւ նրանք այլևս չեն մտածում այն հետևանքների մասին, որոնք կարող են հանգել այդ ծրագրերն իրականացնելու համար։ Ըստ փորձագետի, բոլորը այդ խաղաղությունից ակնկալում են այն, ինչ պետք է իրենց։ Փաշինյանը քվե 2026-ի ընտրություններում Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հարմար ճանապարհ, Թրամփը մեծ գործարք, բիզնես շահեր ու խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մերի Դանիելյան, Ռիոփեն մեդիա։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում են եվրոպացիները, նրանք մասնակցում են Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովին, որի ժամանակ ընդդիմությունն առաջարկել է ընդունվող փաստաթղթերի մեջ հիշեցնել, որ գերիներ ունենք, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները ձեռնպահ են քվեարկել ու պարզաբանել, թե ինչու։ Չընդունվեց Եվրանեստում ընդդիմության առաջարկած նախաձեռնությունը Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի ու գերիների տունդարձի մասին։ Իշխանական պատգամավորներն ըստ Արման Եղոյանի ձեռնպահ են քվեարկել։ Արցախից բռնի տեղահանվածների տունդարձի հարցը օրակարգում չէ եւ կարող է նոր կոնֆլիկտի առիթ դառնալ։ Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք
այս նախադասությանը եւ երաշխավորել բռնի կերպով տեղահանված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադառնալ անվտանգ իրենց հայրենիք, Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին։ Ըստ ընդդիմադիր պատգամավոր Արտուր Խաչատրյանի 6 հոգու ստորագրություն էր պետք, 2 հոգու ստորագրություն ստացել էին Եվրոխորհրդարանից, էլի մարդիկ պատրաստակամություն էին հայտնել, իսկ հետո… Եվ քվեարկությունից մի քանի րոպե առաջ ինձ սկսեցին գրել, որ գիտես ձեր կառավարությունը իշխող պատգամավորները քայլեր են ձեռնարկում, որպեսզի այդ ուղումը չանցնի։ Հիմա դա ինչ է նշանակում։ Նշանակում է, այս իշխանությունները ոչ միայն հաշտվել են էթնիկ զտման հետ, եւ երկրորդը արգելում են արցախցիներին վերադառնալ իրենց տուն։ Ինչ անշում, եթե արցախցիները վերադառնա, պետք է ասեն, չէ, այդ հարցը չեն բարձրացնում։ Հիմա խաղաղության կնքման գործընթացում ենք ու ըստ Եղոյանի իրատեսական չէ նման քայլը։ Նույն սկզբունքով, եթե Ադրբեջանը նույնը մեզ ասեր, մենք էինք ընկալելու որպես կոնֆլիկտ։ Այդպես չի, եթե նույնը մեզ ասեն, օրինակ, դուք դա չեք ընկալի որպես կոնֆլիկտ, ու ճիշտ էլ կանեք, բա իհարկե։ Այսինքն այդ պետությանը ինչ ես ասում, ասում ես միջազգային ուժեր եմ, պահանջում եմ միջազգային ուժեր բերել ձեր երկրի տարածք, բա դա կոնֆլիկտ չի։ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է Ադրբեջանի պահանջներին ենթարկվել, պետք է հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել հայերի օրինական իրավունքների պաշտպանության պահանջները բարձրացնելու համար։ Բոլոր կառույցները իրենց ամբողջության մեջ ճնշումը պետք է ավելացնեն Ադրբեջանի վրա։ Կարող են ավելացնել, իհարկե Եվրանեստը մի կողմից, ԵԱՀԿ խորհրդանական վեաժողովը մի կողմից, Եվրոպարլամենտը մյուս կողմից, Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովը մի կողմից, այլ կառույցները մի կողմից, որպեսզի Ադրբեջանը վերջ-վերջո ապահովի իր կողմից էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձը իրենց բնորան։ Սա է իրականությունը։ Բայց նույնիսկ հնարավորության դեպքում, նույնիսկ սա առաջ եմ գնում, մենք կոնֆլիկտը չենք շարունակելու, այսինքն այդ հնարավորությունը կոնֆլիկտի հնարավորություն է։ Մյուս գերիների հարցը, որին դեմ չէր իշխանությունը, նույն փաթեթում չհաստատվեց։ Խաչատրյանը տարակուսում է, ինչու չառաջարկեցին առանձնացնել ու գոնե դրան կողմ քվեարկել։ Ավելի քան 2 տարի է Ադրբեջանի բանտերում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները։ Ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար դատական նիստերից նկարների ու տեսանյութերի պատառիկներ են հրապարակում։ 3 մագարտակ աշխատանք կա, գա քաղաքական աշխատանքը, գա իրավապանական աշխատանքը, գա եւ մեդիայի եւ հասարակական աշխատանքը, որ այս հարցը մանավանդ բադանտներու հարցը երևելի մնա։ Մամուլի մեջ լա միջազգային, որ ավելի դժվար է, լա հայկական, լա հասարակության մեջ, որ այս հարցը չլուծված։ Ասենք մեր եղբայրներն են պետք է դունքան եւ պետք է ամեն ուժով փորձենք իրենց այս ազատության մեջ բերել։ Տարատեսակ մեղադրանքներով ճնշում է Բաքուն ավելի քան 20 հայ գերու, այս տարվա սեպտեմբերից արդեն առանց Կարմիր խաչի վերահսկողության։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ջոնաթան Շպանգենբերգը կարծում է, որ պետք է հատուկ մոտեցում որդեգրել ամեն անհատի համար։ Ամենակարևորը քաղաքական ճնշումն է, որտեղ այսօր մենք կրնանք ասել, որ արիթմը ունենք Թրամփի միջոցով իսկական ճնշում մեջտեղ բերել։ Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի, նախորդից հրաժարվել է, քանի որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարության ընթացքից, իսկ կառավարությունը հայտարարում է գերիների վերադարձի համար աշխատանք տանում են, բայց չեն հայտարարում, որովհետև արդյունք դեռ չկա։ Սիմոն Հովանիսյան, Դիանա Կարապետյան եւ Գևորգ Սյանոսյան, Reopen Media։ Ադրբեջանական կայքերը հողում անելով դիվանագիտական աղբյուրներին հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ծրագրում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ, քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ, պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը ժամանակավրեպ են, ասել են դիվանագետները։ Հիշեցնեմ, արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր լրագրողներին ասել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանը եւ Ալիևը հրավիրվել են Երևան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Խոշորացված վաղարշաբաթ համայնքում նախընտրական տրամադրություններ են նոյեմբերի 16-ին այստեղ համայնքապետ են ընտրելու։ Հաշվի առնելով, որ խոսքը Էջմիածնի մասին է, եկեղեցու և իշխանության հակամարտության ֆոնին այս ընտրությունների հանդեպ ուշադրությունն ավելի մեծ է լինելու։ Մանրամասները Անի Հովանիսյանի ռեպորտաժում։ Էջմիածնում նախընտրական քարոզարշավը օրեցօր ավելի է թեժանում։ Կուսակցությունների թեկնածուները շարունակում են գյուղերով, փողոցներով շրջել, ջանալով շահել ընտրողների համակրանքը։ Իսկ բնակիչները որոշել են, թե ով է իրենց սրտի թեկնածուն։ Հələ չեն որոշել, կամ 3-րդ համարին կամ 7-ին։ Իսկ նախընտրական ծրագրերը կարդացել եք։ Այո։ Ընդհանրապես, եթե ընտրելու լինենք Արգիշտի Միխիկյանին, ինքը շատ լավն է, բայց ընդհանուր չգիտեմ դեռ կմասնակցենք թե չէ։ Իսկ քաղաքը ինչ խնդիրներ ունի, որ կուզեք հրատապ լուծվեն։ Չգիտեմ, կոնկրետ մեր Չարենցի 334-ն է, շատ կցանկանայինք ասֆալտապատեին, կանալիզացիա չունենք, գազը դեռ չկա։ Ունեմ, բայց գախնիկ է, չեմ ասի, դա իմ շփական գախնիկն է։ Ես ոչ մեկերը չեմ լսավ։ Թոշակով ապրում արդեն, ոչ օգնող ունեմ, ոչ բան ունեմ, ով է գալի ինձ օգնում։ Ոչ մեկ։ Նախընտրական ծրագրերը կարդացել եք, բայց կարդում եմ, հեսօր վերցրել եմ մի թերթիկ եւ ուզում եմ, որ արդար ընտրություններ լինեն եւ հաղթի նա, ով որ ժողովրդի աջակցությունն է կրում։ Զրուցել ենք նաեւ քաղաքապետի թեկնածուների հետ, հարցրել հողի վրա ինչ լուծումներ են առաջարկում համայնքի խնդիրներին եւ որ ուժի հետ կոալիցիա կկազմեն։ Հայրենիք կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը գաղափարական պայքարի կողմնակից է։ Ասում է կոռուպցիայի դեմ պայքարը մարդու ներսից պիտի գա։ Հրանտ Մաթեոսյանի խոսքը, որ երբ ասում է իմ համագյուղացին որևէ հանդրոքուտ գործ առաջ չէր լնում, ամաչում էր հացից ու կնոջ գուրգուրանքից։ Այդ հային եմ ուզում վերագտնել։ Մանուկյանը շեշտում է հետիոտնային անցումների, մանկապարտեզների ու ենթակառուցվածքների խնդիրը։ Առաջինը դրանք կլուծի, իսկ կոալիցիա կկազմի հայականությունը չմերժողների հետ։ Ովքեր չեն հարձակվում հայոց եկեղեցու վրա, մայրաթորի վրա, ովքեր գլուխները չեն խոթել սեռասավանների մեջ, ովքեր հայկական արժեհամակարգի կրողներն են, բոլոր նրանց հետ ես պատրաստ եմ համագործակցել։ Հաղթանակ կուսակցության թեկնածու Սևակ Խաչատրյանը խոստանում է թափառող շների խնդրին լուծումներ առաջարկել հենց երկրորդ օրվանից։ Ասում է, շատ խնդիրներ զարմացրել են իրեն։ Թաղամասեր, որտեղ կան նույնիսկ կենսական խնդիրներ։ Չկան կոյուղիներ, չկան ընդհանրապես ճանապարհներ, չկան լուսավորություն, մի խոսքով մարդկանց համար չկա մանկապարտեզ, մարդկանց կյանքը դառնում է ամեն օրը սկսվում է խնդրով, օրը սկսվում է խնդրով, օրը սկսվում է ներվային ինչ-որ մոտեցումներով։ Մենք փորձելու ենք սա կարգավորենք։ Եկեղեցի իշխանություն դիմակայությունը Խաչատրյանը անտանելի երևույթ է որակում, բացառում քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիան։ Կոալիցիա մենք չենք կազմելու քաղաքացիական պայմանագրի, հանրապետություն կուսակցության եւ այն ուժերի, ովքեր իրենք էլ պատրաստ են քաղաքացիական պայմանագրի եւ մյուս կուսակցության հետ կոալիցիա կազմելու։ Համայնքական ճակատի թեկնածու Արտեմ Սիմոնյանը սկզբում կադրային հարցերը կկարգավորի, հետո կբացահայտի, թե ինչպես են մինչ այս պահը ծախսվել համայնքի միջոցները։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բայց եթե մենք հաղթանակ բացարձակ չունեցանք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղաշաբաթ խոշորացած համայնքում տապալելու համար միանշանակ կոալիցիա կազմելու ենք։ Երկար սպասելուց հետո կարողացանք նաև զրուցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակյանի հետ, տալ նույն հարցերը։ Իսկ պատրաստ եք կոալիցիաներ կազմել որևէ ուժերի հետ։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև մենք գնում ենք վստահ հաղթանակի։ Տեսանյութեր տարածվել, որտեղ համայնքապետարանի աշխատողները Մեխակյանի պաստառն են փակցնում աշխատանքային ժամին, ասաց, որ թյուրիմացություն է։ Թյուրիմացություն է տեղի ունեցել, արագ շտկվել է, կարգավորվել է դրանք, այդ չսահմանված վայրում փակցված պաստառներն էլ փոկվել են։ Մեխակյանը վարչական ռեսուրսի կիրառում չի տեսնում ոչ համայնքապետարանի աշխատողների Facebook-յան հրապարակումների, ոչ էլ հոկտեմբերի 21-ին Դողսում կազմակերպված բարեգործական հյուրասիրության մեջ։ Անի Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Ռեոփեն մեդիա։ Մայրաթորը հատուկ հայտարարությամբ պղծություն է որակել այն, ինչ կատարվեց Հովանավանքում անցած կիրակի։ Էջմիածինը ընդգծել է, որ եկեղեցու նկատմամբ իշխանության չընդհատվող հալածանքներն այս անգամ արտահայտվել են Հովանավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավմամբ Հովանավանքը բռնազավթվել է։ Մայրաթորը նշում է, որ այդ խմբերը սպառնալիքներ ու բռնության կոչ են ընչեցնում Հովանավանքում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։
Շատ հետաքրքիր տեղեկություններ ենք իմանում բյուջեի քննարկումներից, մասնավորապես ատոմակայանի մասին։ Վերջին տարիներին շատ է խոսվում մոդուլային կայանների նպատակահարմարության, այս ուղղությամբ նաև ամերիկյան տեխնոլոգիաների մասին։ Երկրի էներգետիկ անվտանգության մասին քննարկումները ևս չեն շրջանցում Ռուսաստան-Արևմուտք երկընտրանքի քարոզչական շրջանակը։ Եկեք տեսնենք ինչ է սպասվում ատոմակայանին առաջիկա տարիներին և ընդհանրապես երկրի էներգետիկ ապագային, դիտենք Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժը։ Կառավարությունը որոշել է 20 միլիարդ 100 միլիոն դրամ ներդնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքը երկարաձգելու համար։ Միջոցները նախատեսված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում։ Հայկական ΑΕΚ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացնելու ծրագրով նախատեսված աշխատանքները ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով սրա համար նախատեսված է 20.1 միլիարդ դրամ։ Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը նշում է, որ այս քայլը բխում է թե էներգետիկ, թե ավելի լայն տնտեսական, թե էլ ավելի լայն ազգային անվտանգության հիմնական մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտությունից։ Հաշվի առնելով այն, որ մեր տարածաշրջանում եւ ավելի լայն, նույնիսկ մեր տարածաշրջանի շուրջ Թուրքիա, Իրան դինամիկորեն զարգանում է խաղաղ ատոմը, միջուկային էներգետիկան, գիտենք, որ միջուկային էներգետիկայի զարգացման որոշակի ծրագրեր ունի նաեւ Ադրբեջանը եւ այս առումով Հայաստանի Հանրապետության համար խիստ կարեւոր է միջուկային էներգետիկայի զարգացումը։ Իդեպ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի միջուկային օբյեկտ եւ սա բավականին բարձր ռազմավարական կարգավիճակ է։ Արտահանելու դեպքում նաեւ Հայաստանի տնտեսության մակարդակը կբարձրանա։ Վահե Դավթյանը էներգաբլոկի կյանքի երկարաձգումը կապում է Հյուսիսարավ միջազգային էլեկտրաէներգետիկ միջանցքի հեռանկարի հետ։ Պետք է փաստացի միացնի Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը, ապահովելով փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքեր եւ սինխրոնիզացնելով այդ համակարգերը։ Այս առումով խիստ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ միջուկային էներգաբլոկ, որը հնարավորություն կստեղծի ապահովելու կայուն էլեկտրաէներգիայի արտադրություն եւ ըստ այդմ նաեւ արտահանում։ Սակայն փորձագետներին մի բան է անհանգստացնում. ատոմային էներգիայի զարգացման ավանդույթների պահպանումը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։ Ուստի միջուկային էներգիայի էջը փակել տեսանելի հեռանկարում չի կարելի։ Այո, շատ լավ է, որ կա որոշում գործող էներգաբլոկի կյանքը երկարացնելու մինչև 36 թվական, բայց ակնհայտ է, որ 36 թվականին, երբ շահագործումից դուրս կբերվի հայկական ΑΕΚ-ի երկրորդ էներգաբլոկը, մենք արդեն պետք է ունենանք պատրաստ էներգաբլոկ, որը պատրաստ կլինի ինտեգրվելու էլեկտրաէներգետիկ համակարգին։ Կմեկնարկեն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ատոմային էներգաբլոկի կառուցման աշխատանքների նախապատրաստական աշխատանքները 2026 թվականին ըստ տողով նախատեսված է 828 միլիոն դրամ։ Հայաստանը կանգնած է ռազմավարական երկընտրանքի առաջ։ Աշխարհում բավականին մեծ թափ են ստանում փոքր հզորության մոդուլային ատոմային ռեակտորները։ Ընտրել ամերիկյան մոդելը, թե ռուսական։ Փորձագետը նշում է, որ Հայաստանի սեյսմիկ առումով խնդրահարույց տարածքում միանշանակ ավելի լավ տարբերակ է ռուսական մոդելը, որը նաև էժան է ամերիկյանի համեմատ, եւ որն ունի եւս մեկ թերություն։ Ամերիկյան առաջին մոդուլային ռեակտորը շահագործման է հանձնվելու 2032 թվականին։ Որտեղ է շահագործվում ռուսական մոդուլային ռեակտորը։ Ես արդեն ասացի Սարցանավի վրա, Սարցանավ, որը հատում է հսկայական տարածություններ հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, հաճախ այն սառույցը, որը կոտրում անցնում է այդ սառցանավը, ունենում է 4-ից 5 մետր հաստություն եւ ըստ այդմ այդ նավը եւ հետեւաբար նավի վրա տեղակայված մոդուլային ռեակտորը պարբերաբար գտնվում է շատ լուրջ ինտենսիվ հարվածների պայմաններում։ Էներգետիկ ոլորտի զարգացման տրամաբանության մեջ է նաև ավելցուկ էլեկտրաէներգիայի արտահանումը։ Օդային գծերի եւ համապատասխան ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները մենք մրցույթային գործընթաց է այստեղ ամփոփման փուլում ենք, նախատեսված է 48.4 միլիարդ դրամ։ Հյուսիսարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը ենթադրում է Հայաստանի տարածքում երկու մեծ նախագծերի իրականացում։ Առաջինը Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցումն է, երրորդ էլեկտրական գծի օդային գծի կառուցումն է, որը թույլ կտա էապես ավելացնել ու գրեթե եռապատկել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը, ըստ այդմ ավելացնել բնակելի գազի ներկրումը Իրան-Հայաստան գազամուղով։ Որպես դրա շարունակություն դիտարկվում է նաև Հայաստան-Վրաստան, ուրեմն օդային գծի կառուցումը, նոր գծի կառուցումը, որը թույլ կտա Հայաստանին ոչ միայն լիովին ինտեգրվել վերոնշյալ հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի մեջ, այլև ապահովել կայուն էլեկտրաէներգիա արտահանում վրացական շուկա։ Վերականգնվող էներգիայի արտահանումը ոլորտի մասնագետները շատ լավ հնարավորություն են համարում Հայաստանի գեոտնտեսական դիրքերը բարելավելու գործում, քանի որ հարևան պետություններին մատակարարել հոսանք նշանակում է արտահանել բարձր հավելյալ արժեք ունեցող արտադրանք։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։
Էներգետիկ միջուկային գլոբալ տնտեսական ու առևտրային կարևոր հարցերը են քննարկել Թրամփն ու Սի Ցինպինը Հարավային Կորեայում։ Այս գերտերությունների միջև լարվածությունը զգալի նվազել է, ամբողջ աշխարհին թույլ տալով մի փոքր շունչ քաշել։ Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 10 բալանոց սանդղակով գնահատել է 12, այսինքն նույնիսկ գերազանցից ավելի։ Գրեթե 2 ժամ տևած բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները դուրս եկան հանդիպումների սրահից, միմյանց ձեռք սեղմեցին։ Թրամփը չինացի պաշտոնակցի ականջին ինչ-որ բան շշնջաց, որից հետո ուղեկցեց նախագահ Սիին մինչև նրա ավտոմեքենան։ Այս հանդիպումով Դոնալդ Թրամփն ավարտեց իր ասիական այցը եւ լքեց Հարավային Կորեան։ Ողջույն բոլորին։ Կարծում եմ հիանալի հանդիպում էր։ Նա հիանալի առաջնորդ է, Չինաստանի շատ հզոր, շատ ուժեղ երկրի ղեկավարը։ Եվ մենք ինչ կարող եմ ասել։ Մենք կարծում եմ մի շարք ակնառու որոշումներ կայացրեցինք։ Չքննարկված հարցեր գրեթե չմնացին։ Հանդիպման կարևոր արդյունքները եւ ապագա այցերի շուրջ պայմանավորվածությունները նաեւ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանեց։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվեցին պահպանել կանոնավոր շփումները։ Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է հաջորդ տարվա սկզբին Չինաստան կատարելիք իր այցին եւ նախագահ Սի Ցինպինին հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Դեռ մինչև հանդիպումը Թրամփը լավատեսորեն էր տրամադրված առևտրային պատերազմում զինադադարի հասնելու հարցում։ Սի Ցինպինը նույնպես դրական տոնայնություն էր պահպանել, նշելով, որ բանակցողները հասել են հիմնարար կոնսենսուսի, ինչը լավ նախապայման է հանդիպման համար։ Ես ապրիլին կմեկնեմ Չինաստան, իսկ նա այստեղ կգա դրանից որոշ ժամանակ անց, լինի դա Ֆլորիդայի Փալմ Բիչում, թե Վաշինգտոնում։ Հարավկորեական ավիաբազայում կայացած բանակցությունները 2019 թվականից ի վեր առաջինն էին եւ երկու կողմերն էլ լավատեսություն հայտնեցին առևտրային լարվածության թուլացման հարցում։ Սին նշեց, որ տնտեսական խմբերը համաձայնության են եկել առանցքային հարցերի շուրջ, օրդորելով համատեղ պահպանել ճիշտ ուղղությունը եւ ապահովել ամերիկա-չինական հարաբերությունների հսկա նավի կայուն ընթացքը։ 2010-ականների կեսերից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չինաստան հարաբերությունները զարգացել են վերելքներով ու վայրեջքներով։ Այժմ թվում է, թե իրավիճակը որոշակիորեն դրական հունով է ընթանում։ Սա այն օրինաչափությունն է, որը մենք տեսել ենք ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։ Թվում է, թե նրանք հասնում են համաձայնության, կարծես թե կնքում են շրջանակային համաձայնագիր եւ հետո կողմերից մեկը փոխում է իր միտքը եւ մենք վերադառնում ենք ավելի սուր թշնամանքի։ Մտահոգությունները պայմանավորված են հանգամանքով, որ երկու կողմերն էլ տնտեսական մրցակցությունում կոշտ դիրքորոշում ունեն։ Առևտրային պատերազմը վերջերս կրկին բորբոքվեց, երբ Չինաստանը սպառնաց սահմանափակել տեխնոլոգիաների համար կարևոր հազվագյուտ մետաղների արտահանումը։ Ի պատասխան Թրամփը խոստացավ կիրառել 100%-անոց մաքսատուրքեր, որոնք կարող էին վնասել համաշխարհային տնտեսությանը։ Իսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունները 100 հոգու արդեն սպանել է։ Իդեպ Գազայից մի պաղեստինցի հայտնվել է Հայաստանում։ Մենք գտել ենք նրան, զրուցել, նա պատմել է այն, ինչ տեսել է այս 2 տարիներին։ Ինչերի միջով է անցել, պատահաբար ողջ մնացել, բայց կորցրել 2 եղբայրներին։ Պատերազմի սարսափների մասին է Դավիթ Գենջոյանի ռեպորտաժը։ Անուն Աստծո, ողորմածի, գթառատի, ողջույն, ես Աբդուլռահման Ռադվան Աջլանն եմ Պաղեստինից, Գազայի հատվածից։ Հիմա ես այստեղ եմ, Հայաստանում։ Որոշակիորեն հանգիստ կյանք էր, բայց պատերազմի սպասման լարվածություն կար, որովհետև Գազայի հատվածը շուրջ 20 տարի շրջափակման մեջ է։ Ամեն տարի կամ 2 տարին մեկ լինում էին բռնկումներ, փոքրիկ պատերազմներ, տնտեսական կյանքը շատ բարդ էր, երիտասարդները գաղթում էին Եվրոպա, կյանքը շատ դժվար էր։ Հոկտեմբերի 7-ի գործողության մասին ոչ ոք չգիտեր, բացի Գազայի դիմադրության շարժումից։ Պատերազմի առաջին օրը Գազայի փողոցներում ուրախություն էր, քանի որ դիմադրությունը գրոհեց Զավթիչի ամրոցները եւ կատարեց իր գործը, հոկտեմբերի 7-ի գործողությունը։ Դրանից հետո սկսվեց պատերազմը Գազայի դեմ, բարբարոսական, անընդմեջ ռմբակոծություններ, բայց խնդիրն այն է, որ պատերազմը չի սկսվել հոկտեմբերի 7-ից, պատերազմը սկսվել է Պաղեստինի օկուպացիայից եւ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարել Զավթիչի դեմ։
Պաղեստինը օկուպացված է ավելի քան 75 տարի, եւ ամեն տարի, ամեն ամիս եւ ամեն օր մենք ականատես ենք լինում ջարդերի եւ ցեղասպանության, ինչպես ձեզ հետ է տեղի ունեցել ցեղասպանություն։ Պատերազմն իսկապես սպասելի էր, որովհետև ամեն տարի, ամեն ամիս այնտեղ բախումներ են լինում։ Պատերազմը կարող էր լինել այսօր, վաղը, բայց մենք չէինք սպասում, որ այն կլինի ցեղասպանության մասշտաբով, որի զոհը դարձավ շուրջ 100,000 նահատակ եւ 4 միլիոն վիրավոր։ Հազարավոր մարդիկ մինչև օրս փլատակների տակ են։ Բոլոր տներն ավերվել են, հիվանդանոցները, դպրոցները, շինություններն ավերվել են, նույնիսկ ծառերն են տապալվել Գազայում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման մասշտաբի ցեղասպանություն տեղի կունենա։ Կռվի պատճառը օկուպացիան է, օկուպացված էր մեր հողերը, յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի պայքարելու, վտարելու զավթիչին։ Մենք փորձեցինք խաղաղություն հաստատել նրանց հետ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, ելքը չէր գտնվում։ Դրանք ջարդեր են իրականացնում, սպանում երեխաներին եւ կանանց, քանդում մարդկանց տները։ Ես Գազայի հատվածից հեռացա մենակ։ Գազան զավթիչը 3 ուղղությամբ շրջափակել է։ Այն մեծ բանտ է, որտեղ բնակվում է 2.5 միլիոն մարդ։ Այսինքն աշխարհի ամենամեծ բնակչության խտությունը փոքր տարածքում Գազայում է։ Այն շրջափակված է ծովից եւ ցամաքից։ Միայն Ռաֆահի ուղղությունն է բաց։ Սահմանի այն կողմն էլ Եգիպտոսն է, մեր քույր երկիրը։ Եվ երիտասարդները մեկ անձի համար $5,000 են վճարում Գազայի դժոխքից դուրս պրծնելու համար։ Ես այնտեղից հեռացա եւ մնացի Եգիպտոսում, հույս ունենալով, որ պատերազմը կավարտվի, բայց այն չէր ավարտվում։ Եվ մինչ օրս հանցակետը փակ է եւ ոչ ոք չի կարողանում դուրս գալ։ Նույնիսկ վիրավորներն են մեծ դժվարությամբ դուրս գալիս դեպի Կատար, Եգիպտոս։ Եգիպտոսում եւ այստեղ ծանոթներ ունեմ Հայաստան եկած ընկերներ։ Փողով Գազայից դուրս պրծնել հնարավոր էր, երբ իսրայելական օկուպացիան դեռ չէր հասել Ռաֆայի անցակետը, բայց հիմա ոչ ոք չի կարող Գազայից դուրս գալ, բացի վիրավորներից։ Իմ եղբայրներից երկուսը նահատակվեցին Գազայում այս պատերազմի ցեղասպանական պատերազմի ժամանակ, ինչպես դուք Հայաստանի ժողովուրդը, որ նույնպես զգացել է ցավը եւ դառնությունը տեղահանության, ցեղասպանության։ Եվ ես եկա Հայաստան, որովհետև մենք եւ դուք շատ նման ենք մշակույթով, սովորույթներով, նույնիսկ ցավով։ Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, նրանք դեռ Գազայում են, մայրս, հայրս եւ եղբայրներս։ Մեր տունը ավերվել է, նրանք հիմա վրաններում են, տեղահանվածների ճամբարում։ Գազայում ընդհանրապես էլեկտրականություն չկա, 2 տարի հոսանք չի եղել։ Ինտերնետը հասանելի է շատ քիչ տեղերում, այն էլ շատ թույլ։ Գազայի ժողովուրդը հարևային էներգիայի համակարգով է փորձում մասամբ լուծել էլեկտրաէներգիայի հարցը։ Պաղեստինցին չի կարող ուղիղ Հայաստան գալ։ Նա պետք է ունենա Պարսից ծոցի երկրներից մեկի կացության թույլատվություն։ Լինի Օման, Էմիրություններ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, բայց ես գնացի մեր քույր երկիր Օման եւ ստացա նրա կացության թույլատվությունը։ Իսկ հետո եկա իմ նոր երկիր Հայաստան։ Ես շատ էի լսել հայերի մասին, այդ ժողովուրդը առանձնատուկ տեղ ունի իմ սրտում, դրանք շատ լավ, բարեկիրթ եւ հարգալից, մեզ նման ժողովուրդ են, շատ հայեր խոսում են արաբերեն, շատ հայեր կան Եգիպտոսում, Սիրիայում եւ Իրաքում, եւ նրանք շատ մոտ ժողովուրդներ են մեզ, մշակույթով, սովորույթներով եւ տեղանության ու ցավի դառնությամբ։ Հայերի եւ մեր համատեղ պատմությունը շատ երկար է, մենք նրանց գիտենք հնուց եւ նրանք մեզ հետ են ապրում։ Պաղեստինում, մասնավորապես Երուսաղեմում, Ռամալահում մեծ թվով եկեղեցիներ կան եւ նրանք մեր եղբայրներն են, մեզ նման հավատարիմ են ինքնությանը։ Մեզ բաժանում է միայն լեզուն եւ որոշ սովորույթներ, մենք ու հայերը եղբայրներ ենք։ Մենք ապրում եւ այլում ենք անվտանգությունն, ապահովության օրհնությունը եւ դա հիմա հիանալի է մեզ համար, որովհետեւ մենք զրկված էինք դրանից Գազայում, այնտեղ անվտանգ վայր չկա։ Կյանքն այստեղ դժվար չէ, լավ է, ամեն ինչ գեղեցիկ է։ Իհարկե ոչ ոք չի կարող ապրել առանց իր երկրի, եւ յուրաքանչյուր մարդ իր երկիրը համարում է ամենագեղեցիկը, բայց ես հիմա չեմ կարող վերադառնալ իմ երկիր, հարցրեք ինչու։ Որովհետև ես Ռաֆահ քաղաքից եմ, Ռաֆահը դեռ օկուպացված է, իմ հողը զավթված է եւ ես չեմ կարող վերադառնալ այնտեղ։
Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, եւ դա ինձ համար ամենագլխավորն է։ Նրանք լավ ազնվական եւ հանգիստ ժողովուրդ են։ Ամեն առումով նրանք շատ լավ ժողովուրդ են։ Այժմ ցանկանում եմ ապրել Հայաստանում, ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Շնորհակալություն, որ լսեցիք ինձ։ Արդեն 4-րդ օրն է կորած 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնումներում ներգրավված են 100 ոստիկան եւ 212 փրկարար։ Աշխատանքն իրականացվում է 7 ուղղություններով, որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղի մերձակա բնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Վերջին շրջանում երեխաների կորելու դեպքերը ցնցում են բոլորիս։ Մասնագետների հետ զրույցում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ անել, որ այսպիսի դեպքեր չլինեն։ Աննա Հարությունյանի ռեպորտաժը։ Արդեն 4-րդ օրն է փնտրում են Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին։ Տիգրանի քեռու տղան Հրաչ Սահակյանը լրագրողների հետ զրույցում պատմել է. նկատել են, որ Տիգրանը չկա այն բանից հետո, երբ նա եղբոր հետ գնացել էր իր բարերով բաղջի տակը եւ այլևս չէր վերադարձել։ Որոնումների անցնելուց եւ ոստիկանությունը հազանգելուց հետո նշել է, թե ենթադրում են երեխան կամ մոլորվել է, կամ գողացել են։ Մեր գործընկերները զրուցել են Տիգրանի մայրիկի հետ պարզելու դեպքի մանրամասները։ Ես երեք առավոտին երեխան մեկան սկեսից մինչև 2-ն եմ տեսել ու նրանց հետո երեխան չեմ տեսել։ Առավոտյան դուք չեք տարել մանկապարտեզ։ Իրան աղբերն է տարել։ Ես մտածում տեսա երեխան չկա։ Որտեղ եք դուք։ Աշխատավայրից։ Չգիտեմ, ես ուր գնացած կնեմ այդ երեխան։ Այդ երեխան հետո չգնացած են։ Մոտակայքում այսինքն։ Ո՞նց եք զգում։ Դա Տիգրանը 5 երեխաներից կրտսերն է, 3 եղբայր, 1 քույր ունի։ Միայնակ վերադարձած եղբայրը, որ խոսել չի կարողանում, լոգոպեդի հետ աշխատելու ընթացքում սեփական կոկորտն է ցույց տվել։ Վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է երեխայի կորելու։ Ամիսներ առաջ Մարմարիկում 2-ամյա Տիգրանին մահացած գտան։ Այդ դեպքից 5 ամիս անց մահացավ հայրը։ Երեխաների կորելու դեպքեր նախկինում էլ եղել են, պարզապես հիմա դրանց մասին լուրերն արագ են տարածվում։ Վերջին 2 դեպքերում էլ սոցցանցերում մեր ժամանակներին բնորոշ աղմուկ բարձրացավ։ Հանգամանքներից անտեղյակ մարդիկ մեղավորներ գտան։ Պետք չի ընդհանրապես գնահատական տալ։ Ոչ ոք չգիտի, թե ինչ իրավիճակ է եղել այդ պահին տանը, ծնողը ինչով է զբաղված եղել։ Այո, երեխան միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի, անկախ ամեն ինչից։ Կորելուց սկսած, այո, չկորի երեխան, դուրս չգա տանից, առանց զգուշացնելու, երեխան խոսել ենք միշտ նրա մասին, որ երեխան դուրս է գալիս, ինչով է զբաղվում փողոցում, նույնիսկ տանը, չգիտենք երեխան ինչով է զբաղվում տանը, ունենում ենք ծանր հետևանքներ։ Երեխան միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի։ Իհարկե ոչ ոք իրավունք չունի մեղադրելու մեկին, ում չի ճանաչում կամ իրավիճակը մենք չենք իմանում ինչ ա եղել, բայց իհարկե ծնողի գործոնը մեծ է, մենք պիտի շատ ուշադիր լինենք երեխաների նկատմամբ, փոքրահասակ երեխաների հետ, եթե ինչ-որ մի բան ա լինում, ծնողի անուշադրության դեպքում ա լինում, չխոսող եղբայրը չէ, հիմա որևիցե ինֆորմացիա դժվար է ստանալ երեխայից, չի կարող պատմել, միգուցե կարող է նկարել կամ տանել ցույց տալ, բայց երեխաների հետ աշխատանք պետք է, նաև ծնողների հետ է պետք աշխատել այն դեպքերում, երբ ընտանիքը շատ երեխաներ ունեն եւ սոցիալապես անապահով են, չեն հասցնում որևիցե մի բան։ Գնդապետ Նելի Դուրյանի խոսքով երեխաների կորելու դեպքերը տարբերվում են գյուղական եւ քաղաքային պայմաններում։ Այլևս դժվար է ասել, որ գյուղական միջավայրն ավելի անվտանգ է, ինչպես թվում էր նախկինում։ Գյուղական համայնքներում այդ չկա քաղաքի նման դարպասներ, մյուսը, որտեղ երեխան չի կարող դուրս գալ փողոց։ Այնտեղ տան դիմացը բաց է, յուղի երեխաները բոլորը խաղում են։ 3 տարեկան երեխան իր եղբոր հետ դուրս է եկել, փոքրիկ է սա, փոքրիկ է նա։ Գյուղում այո, դեռ այն մտածելակերպն է, որ այնտեղ ապահով է, երեխան կարող է հանգիստ բակում խաղալ, գնա դեպի անտառի կողմը կամ գետի կողմը, բայց չէ, հիմա ապահով չի, որովհետև վտանգը ամեն վայրկյան կարող է գալ։ Պետք չի կարծել, որ հենց գողացել են երեխային, դրա համար անվտանգ է։ Չէ, բնության մեջ էլ են, չէ, վտանգները շատ։ Տիգրանի ընտանիքը սոցիալապես անապահով է։ Որոշ փորձագիտական տվյալներով Հայաստանի մանկական աղքատությունը 41% է։ Դա նշանակում է ոչ միայն եկամտային աղքատությունը, այլև ծառայությունների անհասանելիությունը, կրթական զարգացման, արտադասարանական նման զբաղվածության հնարավորությունների պակասը կամ դրանց անմատչելիությունը կամ անհասանելիությունը։ Մանկական աղքատությունը շարունակում է մնալ մեր երկրում բավական լուրջ հիմնախնդիր,
սովորչենք մեր երկրում ընդունված չի վաղմիջամտությունը կազմակերպել եւ դա կազմակերպած գործընթաց չի։ Մենք սոցիալական պաշտպանության ոլորտում հրշեջ մարողներ ենք։ Կա սկանդալային իրավիճակ, կա ծայրահեղ իրավիճակ, բնականաբար արձագանքում ենք եւ արձագանքում ենք արագ հուսամ եւ արձագանքում ենք հուսամ արդյունավետ։ Բայց խնդրեմը նրանումն է, որ այդ խնդիրները ժամանակի մեջ են զարգանում եւ խորանում, իսկ մենք մի տեսակ ուշանում ենք մեր միջամտության։ Սոցիալական աջակցություն է պետք, բացի հոգեբանական աջակցությունից, որովհետև հոգեբանական խնդիրները սկսում են սոցիալականից, չէ, երբ որ օրինակ խնդիրներ կան, չէ, այսօրվա հացի խնդիրը կա ընտանիքում։ Պիտի այդ հարցը լուծվի, որպեսզի հոգեբանական խնդիրներ լուծվի։ Եթե այստեղ բաց է, այնտեղ բնականաբար բաց է լինելու։ Միրա Անտոնյանի խոսքով ամբողջ Հայաստան աշխարհում ունենք 142 համայնքային սոցիալական աշխատող, որը ավելին է, քան 5 տարի առաջ, բայց միևնույն է, նրանց թիվը բավարար չէ վաղ միջամտության համար։ Միասնական սոցիալական ծառայություններում սոցիալական աջակցություն տրամադրող դեպքերի հետ աշխատող կամ դեպք վարող մասնագետների թիվը նույնպես խիստ սահմանափակ է ցավոք սրտի։ Մենք գործ ունենք մոտավորապես 400 թվի հետ, որը եթե նայենք աղքատության ընդհանուր մակարդակը եւ մանկական աղքատության մակարդակը, այդ թիվն էլ բավական փոքր է։ Միրա Անտոնյանը մատնանշում է 3 փոխկապակցված կարևորագույն խնդիրներ՝ համապատասխան թվով եւ որակով մասնագետներ ու մոտիվացնող աշխատանքային պայմաններ, աղքատ ընտանիքներին աջակցության բազմաբնույթ մեթոդներ եւ համապատասխան աշխատանքային մշակույթի ձևավորում, որոնց ուղղությամբ ջանքեր պետք է գործադրեն իշխանությունն ու ամբողջ հասարակությունը։ Աննա Հարությունյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։ Այսքանն ենք նախատեսել այս ժամի համար, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, մեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընդ ձեզ։